Բարձրի փաթեթը ընդունված է հարգելի գործընկերներ 3 գրավոր ընթացակարգով քանի որ նիստը հետաձգված էր մենք ընդունել ենք առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթը եւ հաշվի առնելով հարցի մասշտաբը եւ կարեւորությունը ես կարեւոր եմ համարում որ նիստի ընթացքում մի հատ էլ անցնենք մեր ընթացիկ իրավիճակի եւ առաջիկա ճանապարհային քարտեզի վրայով հասկանալու համար թե ուր ենք հասել եւ ինչպես ենք առաջ շարժվելու։ Հիմա 3 տիկին Ավանեսյան մենք ընդունեցինք ինչը, ինչ որոշում ինչի մասին։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, մենք 3 գրավոր քվեարկությամբ հաստատեցինք ամբողջական փաթեթ օրենսդրական, որի մեջ ներառված է եղել առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը եւ հարակից օրենքների նախագծերը եւ ըստ էության նախագծերը արդեն ուղարկվել են ազգային ժողով նշեմ որ նաեւ մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու որովհետեւ մենք այս բարեփոխման վրա պարոն վարչապետ 3 տարի նաեւ ազգային ժողովի մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ ենք աշխատել եւ այն բազմիցս քննարկվել է շրջանառվել է եւ ըստ էության մենք ունենք կոնսենսուս համաձայնեցված նախագիծ, որը իհարկե ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել։ Եթե թույլ տաք ներկայացնեմ։ Հիմա կասեմ, հարգելի գործընկերներ, ուրեմն այստեղ երկու խնդիր կա, հա, այդ անհետաձգելիության հետ կապված մենք քննարկում ենք ունեցել, որ ինչքանով է ճիշտ անհետաձգելիով անել, բայց ըստ էության անհետաձգելի մասին խոսք չկա, որովհետև իրոք վերջին տարիներին մենք անընդհատ քննարկում ենք, մենակ վերջին ամիսներին, եթե ճիշտ հաշվենք 5-6 քննարկում եղել է իմ մասնակցությամբ խորհրդանական գործընկերներին հրավիրել ենք։ Հիմա խորհրդանում կան падգամավորներ, ովքեր sense չեն մասնակցում այդ քննարկումներին։ Հիմա այդ ֆորմալ ընթացակարգերի ոչ թե ֆորմալ ընթացակարգերի, այլ մենք մեր քաղաքական process-ները պետքա տանենք առաջ։ Հիմա նաև ուզում եմ ասել, որ այդ նկատառումով նաև ընկալում ա եղել, որ գուցե հունվարի 1-ից պետք չի ներդրել, այլ ավելի ուշ ժամկետներից, ես կողմ չեմ դրան։ Ընդ որում նկատառումն է, որ պարզ է, որ մենք բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, համակարգը ոնց կսկսի աշխատել, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս, որ ցանկացած չկա տենց պրոբլեմ, որ չգնա եւ պրոբլեմի չհանդիպի։ Բարեփոխումը մեկնարկում է այդ կետից, երբ որ ինքը իրական կյանքում գնում իր պրոբլեմին հանդիպում է։ Եկեք այդ հույսերը չունենանք, որ մեկ էլ մենք այնպիսի մի բան ենք անելու, որը տենց առաջին վարքյաններից նենց սահուն ամեն ինչ գնալու է, որ մենք դա չենք նկատելու։ Չի լինում տենց բան, բնության մեջ ուղղակի այդպիսի բան չի լինում։ Հետևաբար մենք առանց այն էլ հետաձգել ենք, ճիշտ է։ Մենք ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պետք է ընդունեինք, բայց ամեն անգամ այդ մտավախության պատճառով, որ վայ, այսինքն եւ այո, այդ փաստի բերումով անհետաձգելի է, որովհետեւ առնվազն իմ հիշելով 2 անգամ մենք հետաձգել ենք, այսինքն որոշում ենք ունեցել 2025-ի հունվարի 1-ից դա անել, հետաձգել ենք, որոշում ենք ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ից դա անենք, հետաձգել ենք եւ դրա համար է դառել անհետաձգելի, ել չենք կարա հետաձգենք։ Եվ ես ուզում եմ, որ մենք անընդհատ բան ենք անում, սովորաբար ինչ ենք անում։ Սովորաբար խոսում ենք եւ դա ինչ որ առումով բնական է, խոսում ենք համակարգի առավելությունների մասին, հետո կյանքում ի հայտ են գալիս խնդիրներ։ Եկեք առավելությունները պարզ են, ես գլխից խոսենք խնդիրների մասին, առավելությունները իրանք ցույց կտան։ Որտեւ էլ եմ ասում, շատ պարզ բաներ կա, շատ կարևոր է միջև մի էլի որոշ խոսույթներում կա առողջության համապարփակ ապահովագրություն։ Ապահովագրությունը համապարփակ չի, այսինքն չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը։ Ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն ներառելու է բոլորին, բայց հունվարի 1-ից էլի բոլորին չի ներառելու։ Սա ընդհանրապես առաջին փուլն է, եւ հունվարի 1-ից էլ ում ներառեց, էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չի, որ
ծախսածածկելու է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն ցուցաբերվելու, նաև քաղաքացիներին հնարավորություն տալով, որ իրենք որոշակի նաև ճկունություններ ցուցաբերեն, որովհետև էդ էլ է կյանքից վերցրած, որովհետև մարդը ասում է, որ օրինակ պետությունն ինձ տալիս է դեղ, ես այդ դեղը չեմ ուզում, չեմ օգտագործում, այլ գնում եմ ուրիշ դեղ, որովհետև ես դա եմ ուզում։ Մենք ասում ենք շատ լավ, այն պետության որոշված դեղի կամ հիմա երևի մի քիչ ավելի շատ գումարը կտանք ձեզ, դուք ուզում եք ուրիշ դեղ ունեք հնարավորություն կամ ցանկություն ավելացրեք ձեր կողմից եւ գնացեք վերցրեք այդ դեղը։ Մենք քաղաքացիներին բոլորին նույն վերաբերմունք ենք ցուցաբերում, ասում ենք մենք այդ դեղի համար տալիս ենք այսքան փող։ Այդ դեղը կա, դրանից ավելի էժան դեղեր կան, դրանից ավելի թանկ դեղեր կան, ով որը ուզում է նախընտրում է, չնայած կարող է սխալ բան ասցի, էժանի պահը երևի սխալ ասցի, հա, դրանից վերև։ Պարոն վարչապետ, մենք ցանկնել ունենք ամեն դեղի համար փոխհատուցման միջին գին ենք հաշվել եւ այդքան ենք փոխհատուցելու եւ ձեր ասած տարբերակով մենք դեղանյութն ենք, չէ՞, որ մենք ոչ թե դեղի ֆիրման ենք, ասում ենք, այսինչ բրենդի դեղը, մենք դեղանյութը, որովհետեւ ասենք օրինակ կա անալգին, կա 100 ֆիրմա արտադրում է անալգին։ Մենք անալգին դեղանյութն ենք ֆինանսավորում եւ ոչ թե ասենք արտադրության երկիրը, կա դանիական, կա գերմանական, կա հնդկական, կա հայկական եւ այլն։ Մենք արտադրողի հետ չենք, մենք դեղանյութը, որովհետեւ բնության մեջ սկզբունքորեն անալգին է։ Ինչպես թթվածինը, ջրածինը, չգիտեմ, երևի ինչ որ նրբություններ կան։ Քիմիական անվանումն է, այո, շատ ճիշտ եք ասում, եւ մենք առաջնորդվում ենք քիմիական անվանումներով, բայց մենք նաեւ հաշվարկ ենք արել, բոլոր հնարավոր Հայաստանում բրենդային անուններն էլ ենք ցանկավորել, եւ ինչպես ասեցիք, մեր փոխհատուցման գնից ավել արժեցող դեղերը քաղաքացին եւս կարողանալու է ձեռք բերել համավճար իրականացնելով։ Շատ լավ Տիկին Ավանեսյան, հունվարի 1-ն է, նոր տարի է, մարդիկ դիմավորել են նոր տարին եւ վատ են զգացել։ Ինչ է փոխվելու նախորդ տարվա հունվարի 2-ի կամ 3-ի կամ 4-ի համեմատ այս տարի։ Նախորդ ենք տալիս, որ նոր տարուն էլ ուտենք քիչ, առողջարար խորտ տարես տարվա համար։ Այո։ Պարոն վարչապետ, առաջին քայլը լինելու է, նախ տարբերակենք երկու խումբ քաղաքացիներ ունենք։ Այն քաղաքացիները, ում համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը, եւ նրանք են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները եւ 18-ից 65 հաշմանդամության կարգ եւ սոցանապահովության բալ ունեցող քաղաքացիները։ Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը։ Մենք ռեգիստրում ներառված այդ բոլոր ճշտումները անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան շատ տարբեր ձևերով, որովհետև մենք ունենք նաև տարիքային անհատապես անվանապես։ Այո, անհատապես անվանապես մարդը իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է որպես ընդգրկվել։ Համաձայնությունը տալով արդեն կդառնա ապահովության։ Ինչ էլեկտրոնային հավելված։ Մենք ունենք Արմեդ հավելվածը, պարոն վարչապետ, որը 700,000 հոգի իր հեռախոսում ունի այս պահին էլ։ Բայց հիմա ես օրինակ չունեմ, ինչ պետք է անեմ։ Երևի կոവിഡից հետո ջնջել եք, շատ հեշտ կարող եք նորից հետ բերել։ Հավելվածից բացի կա նաև Այո, բոլորը ունեն։ Չունենք հավելվածը, ունենք էլեկտրոնային համակարգչով կարող ենք։ Դա էլ չունենք, մեր ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը այդ գործը մեր փոխարեն կիրականացնի, որտեղ մենք սա էլ ենք հասկանում, որ գուցե Հազար ներողություն, հիմա նրանք ովքեր չունեն իմ նման այդ հավելվածը, դիմում են իրենց այսինքն սովորական կարանք ներբեռնենք սովորական կարգով։ Ո՞նց է կոչվում հավելվածը, ինչ կտրենք։ Արմեդ։ Այո։ Շատ լավ։ Եվ մենք նաև մեր պոլիկլինիկայի եւ ամբուլատորիաների
բուժ աշխատողները մեծահասակներին կզանգահարեն, կտեղեկացնեն եւ իրենք այդ գործը կաջակցեն, որպեսզի մենք ամբողջությամբ ավարտենք։ Գրանցվելուց հետո, ներառվելուց հետո, պարոն վարչապետ, ունենք էլի երկու տարբերակ։ Եթե մարդը անհապաղ վատ է զգացել իրեն, շարունակում է դիմել։ Գնահարեսան, եկեք հունվար իրենքին մարդը կամ շատ կերել է, կամ շատ խմել է։ Ու այնքան վատ ազգում, որ բժշկի կարիք ունի։ Ինչ անելու։ Հավելվածն է քաշել է։ Զանգում է շտապօգնություն։ Շտապօգնությունը գնահատում է նրա վիճակը։ Եթե գրանցում ենք շտապօգնության կանչ, շտապօգնությունը կգա, նրան կտեղափոխի հիվանդանոց։ Հիվանդանոց հասնելուն պես, քանի որ սա Ինձ ռեժիմ կա, որ մի րոպե չափից շատ է կերեք կամ խմե, ապավագրություն դրա այդ գործ չունի։ Չէ, եթե վիճակը հասել է նրան, որ շտապօգնության կարիք կա, այդ պահին մենք չենք դիտարկի, բայց պարոն վարչապետ, հետագայում մենք հիշում եք բոնուսներ ենք սահմանել այդ քիչ ուտելու, այսինքն քրոնիկ շատ խմողների, շատ ծխողների համար, որ բոնուս մալուս համակարգ գործելու է, անպայման։ Բայց հիմա չէ։ Հիմա մենք որովհետև դեռ չգիտենք ով է շատ ծխում, ով է շատ խմում, դա հետագայում կիմանա։ Հիմա եւ շտապօգնությունը տեղափոխելով հիվանդանոց, էմերջենսի ծառայությունում նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրի առաջնային օգնությունը, բուժօգնությունը։ Կարիք կլինի, չգիտեմ, վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության, եւս այդ հատվածը ապահովագրությունը կփակի։ Բայց եթե նրան Ուղղություն եմ խնդրում։ Հիմա միջև շտապօգնություն գնալու պահը այդ հասկանալի է, շտապօգնությունից դեպի հիվանդանոցային ծառայություն այդ հատվածում շատ են լինում մահազանգեր, միջև հիմա մարդիկ այսօր անում են, նամակներ են ստանում, ես ձեզ նաև բան եմ անում, վերահասցեագրում եմ, որ ասում են դե ով կա հարազատներից, թող գա մի հատ տենանք ստե վճարումների բանի հարց կա եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դա առողջապահության ապահովագրության ծածկույթ է, մենք կարողանում ենք երաշխավորված ասել Եթե ծածկույթ, մենք ասում ենք, որ երաշխավորված ասել, որ մեր քաղաքացին այդ նախադասությունը այլևս չի լսելու։ Եթե ծածկույթը եւ ցուցում է, այո, քաղաքացին չի լսելու կամ լսելու է ձեր ասած համավճարի կտորը, որը եւս պարզ սահմանված է լինելու։ Եթե, պարոն վարչապետ, անձը իր վիճակին համահունչ ցուցումը չունի, բայց ուզում է ստանալ բուժօգնությունը, սա էլ պետք է նշենք։ Լինում են դեպքեր, երբ որ մարդը գալիս է էմերջենսիում ասում են դուք այս ծառայության կարիքը ցուցումը չունեք։ Պիտի հանձնեք որոշակի անալիզներ, օրինակ եմ բերում, եւ պիտի գնաք ձեր պոլիկլինիկայում, հանձնեք դրանք։ Պոլիկլինիկայում դրանք կլինեն փոխհատուցվող, բայց եթե անձը ուզում է ստանալ դա հիվանդանոցում, արդեն դա ծածկույթի մեջ չի եւ այո, նա պետք է վճարի այդ ծառայության համար։ Ներողություն եմ խնդրում, այդ հավելվածի մեջ մարդը ուղղակի սովորական մենք ինքը կարողանալու է բովանդակության հետ հաղորդակցի, որ ինքը իմանա։ Այսօր ինքը չունի որևէ առողջապահական ծառայության կարիք, հույս ունենանք չի էլ ունենա, բայց ինքը կարող է նայել, որպեսզի այնտեղ լինելու է բովանդակություն կամ թարմացվող է լինելու, տեղեկատվական պորտալ լինելու է, որ կարող են նորություններ լինել, փոփոխություններ լինել եւ այլն, որ այդ ամեն ինչի վերաբերյալ մարդիկ հաղորդակցվեն։ Անպայման, պարոն վարչապետ, եւ մենք ունենալու ենք հենց հավելվածում ցանկը ծառայությունների, վիճակների փոխհատուցման գները եւ մեր նպատակն է, որ այդ շփումը, համագործակցությունը անընդհատյա լինի։ Քաղաքացին օրինակ ստանալու է իր հավելվածով հաղորդագրություն, որ քո տարեկան հետազոտությունների, պլանային հետազոտությունների օրը եկել է կամ գալու է, զգուշացնելու է։ Դրանից հետո, եթե անձը չի գնացել օրինակ ստացել, գալու է հաղորդագրություն, որ եթե մինչև այս ամսաթիվը քո տարեկան պարտադիր հետազոտությունները չանցնես, քո ապահովագրության ծածկույթը կսառի, մինչև որ կգաս, կհանձնես եւ նորից կներառվես։ Այսինքն այս հաղորդակցությունը մենք պիտի ապահովենք հավելվածի միջոցով անպայման։ Իսկ դա նշանակում է, որ 26 թվականին բոլոր մարդիկ պետք է անցնեն այդ բանը։ Ոչ, պարոն վարչապետ, մենք սրա մասով էլ սկսում ենք 26-ից, բայց ելի պարտադիրության կետը դրել ենք, երբ որ ամբողջական արդեն համակարգը 28 թվականին ներդրված կլինի, որտեղ հետազոտություններն էլ
սկրինինգային ծրագրերն էլ ունեն ժամանակագրություն եւ օրինակ կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը ամեն 2 տարին 1 պիտի անցնի անձը։ Մենք այդ ալգորիթմները պիտի ներառում ենք մեր հավելվածում, որ անձի համար հասկանալի լինի ըստ տարիքի եւ ըստ սեռի առանձնացվի իրեն անհրաժեշտ այս պլանային հետազոտություններն ու սկրինինգները։ Տիկին Ավանեսյան, ձեզ լսելով ես հիմա կարծում եմ, որ օրինակ հնարավոր աղմուկի պատճառ կարող են դառնալ այդ իրավիճակ, երբ որ բուժառուի եւ բուժհաստատության միջև լինի հակասություն, թե մարդը այդ պահին ինչ ծառայության կարիք ունի, որովհետև կարան լինեն դեպքեր, որ մարդը ասի, չէ, ես այնքան վատ եմ, որ պետքա հիվանդանոց պարկեմ, եթե ուղղ ասենք, իսկ բուժ առողջապահական հիմնարկ տեսականորեն եմ ասում, ասի, որ չէ, դու մանավանդ եթե մենք վերահսկողության պատշաճ մեխանիզմներ ենք ունենալու, իսկ մենք պետքա դա ունենանք, որ ծառայությունները ստանան նրանք, ովքեր օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը ունեն։ Այս հատվածը պետք է հասկանանք ոնց ենք կառավարում, որ փաստահենք լինի այդ որոշումները, որպեսզի մարդիկ այդ բանի անարդարության զգացում չունենան եւ չարաշահումների տեղերն էլ մենք բան անենք, փակենք, որովհետեւ շատ դեպքերում մենք ոլորտում չարաշահումների ինչ օրինակներ ենք տեսնում, որ կամ մարդկանց անունները գրած է ծառայությունների դիմաց վճարումներ ակնկալված են կառավարությունից, բայց կամ ծառայությունը չի մատուցված, կամ ծառայությունը մատուցված է այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկար, ինչը էլի նշանակում է, որ չի մատուցված, կամ փոքր ծառայություն իրոք մատուցված է, բայց կողքից 15 ուրիշ բան է գրել, ուրիշ բան է գրվել։ Այս ամենամեծ ռիսկն է, այդ թվում այսօր, նախորդող շրջանում, հա մենք էլի դեպքեր գիտենք, որ բացահայտվում են, բայց մենք բացահայտումից երջանիկ չենք։ Մեզ պետք է որ մենք համակարգ ունենանք, որպեսզի դա կանխարգելվի։ Այո, վարչապետ, եւ ըստ էության սա էլ գործել